Ողջույն Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Յուրաքանչյուր ուրբաթ ամփոփում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Այս անգամ կփորձենք ամփոփել 2025 թվականը։ Այսօր մեր հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Ողջույն, պարոն Ղազարյան, դեռ երկար ենք սպասել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ղազարյան, փորձենք ամփոփել տարին, բայց կուզենայի մի քիչ ոչ տրիվիալ ամփոփենք իհարկե, թեպետ նախքան նկարահանումն էլ խոսակցություն ունեցանք, որից ես արդեն ինչ որ ուրիշ տրամադրվածություն ունեցա արդեն, ամեն դեպքում կուզենայի, որ տարին մենք մի քիչ գոնե պոզիտիվ փակենք, բայց ռեալ պոզիտիվով փակենք, դա վերջում կամփոփենք, կհասկանանք, խոսենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել 25 թվականին, ինչ տվեց մեզ 25 թվականը, ինչ իրադարձություններ եղան, ու մասնավորապես այդ թեմայով հետաքրքիր հրապարակում էր արել այլընտրանքային նախագծի խմբի անդամ Պահե Հովհաննիսյանը, շատ հետաքրքիր հոդվածներ է գրում, միտեղ չգիտեմ ինչու այդ հոդվածները շատ հաճախ անտեսվում են ու առհասարակ են բոլոր մտքերը եւ ձեր եւ նման վերլուծաբանների, խոսում է այնտեղ իշխանության ներսում դիմադրության բացակայության մասին, հիմա հերթով թվարկեմ հիպոթետիկ ու սադրիչ օրինակով ցույց է տալիս, որ գործող իշխանության ներսում իր կարծիքով իհարկե ոչ միայն իր չկա արժեքային կարմիր գիծ, որի խախտման դեպքում կլիներ հրաժարական, ընդդիմություն կամ բարոյական ընդվզում։ Սա վերաբերում է թե պաշտոնյաներին, թե իրենց սպասարկող մտավորականներին, այսպես ասեմ, ցավոք իհարկե, եւ դե մեր սիմվոլիկ նախագահին նաեւ ինչու՞ չէ։ Հիմա հասարակության մեջ նաև ընդգծում է, որ նոր քաղաքացիական ինչ-որ process-ի ձևավորում է ընթանում, կուտակվում է իհարկե հանրային անհամաձայնություն էլի հաշվի առնելով եւ նկատի ունենալով իհարկե վերջին իրադարձությունների Մարիաթորի շուրջ ձևավորված ու այդ աջակցությունը ու հակադրությունը դրա վկայությունն են ըստ Հովհաննիսյանի ու այս process-ը նա անվանում է առողջ եւ ինքնաբուխ, ոչ թե կառավարվող, բայց էլի եկեք չի հաստատվենք, գնանք առաջ։ Հիմա ասում եմ բոյկոտը որպես քաղաքացիական իրավունք, ոչ թե տնտեսական, այլ բարոյական ու արժանապատվության հարց։ Ինչու՞։ Մեկ մարդու խոսքը, պարոն Ղազարյան, որը խոսքը, միտքը, պահվածքը 7 տարի շարունակ որոշիչ է ամբողջ ազգի համար, մի ամբողջ պետության ճակատագրի համար եւ ինչու այդ փաստը չի ընկալվում առհասարակ, կարող է պաթետիկ հարցնչի, բայց առհասարակ չի ընկալվում որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Այսպես սկսենք, հետո կհասկանանք։ Լավ, դրական իմաստով ամփոփելու հնարավորություն մենք չունենք տարին։ Այդպիսի հնարավորություն մեր տարածաշրջանում տրված է, ասենք օրինակ Ադրբեջանին։ Հիմա օրինակ եթե Ադրբեջանում փորձեն ամփոփեն քաղաքական իրադարձությունների տարին, իրանք հերթական ձեռքբերումները կարող են նշել, որ այս տարվա ընթացքում նրանք տիրացել են Մեղրու տարածաշրջանին, այսինքն իրանց դարավոր երազանքը, որ Ադրբեջանը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ ցամաքային կապ ունենա, իրանք դա հասել են այդ օգոստոսի 8-ի համաձայնագրով։ Իրենք կարող են արձանագրել մեծագույն ձեռքբերում, որ լուծարվել է ԵԱՀԿ Միսկի խումբը, այսինքն հայ-ադրբեջանական կոնֆլիկտի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման միջազգային որևէ հարթակ, միջազգային որևէ ձևաչափ այլևս գոյություն չունի։ Նրանք կարող են արձանագրել, որ Ադրբեջանը դուրս է եկել բոլոր միջազգային հնարավոր պատժամիջոցներից, այդ թվում Միացյալ Նահանգների հայտնի 907 բանաձևի սահմանափակումներից եւ չնայած այն բանին, որ իրականացրել են ռազմական հանցագործություն, ագրեսիա, միջազգային որևէ կազմակերպություն, որևէ երկիր դա չի դատապարտում, դա հակառակը բոլորը ողջունում են, գնահատում են։ Այսինքն Ադրբեջանը ի հաշիվ Հայաստանի ունեցել է մեծագույն ձեռքբերում եւ բնականաբար ինչ որ իրանց համար ձեռքբերումը դա արել են միայն մեր հաշվին եւ մեր կորուստների հաշվին, հետեւաբար քանի դեռ Հայաստանը գտնվում է այս ադրբեջանա-թուրքական ռեժիմի շահերը սպասարկող փոքրիկ խմբակի տիրապետության տակ, մենք հաջողություններ չենք ունեցել եւ չենք էլ կարող ունենալ, այսինքն մեզ սպասում են դեռևս նոր փորձություններ, նոր կորուստներ, նոր դժվարություններ, իսկ թե ինչի է մենակ իր կարծիքը մի հոգու դուք կարծում եմ այդ հարցադրումը վերաբերում էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, դա վկայում է մեր պետության ինստիտուցիոնալ բացակայության մասին,
Որովհետև եթե մեր պետությունը գոյություն ունենար, ուրեմն հանրային հարաբերությունները պետքա կարգավորվեին այնպես ոնց որ գրած է սահմանադրության մեջ, որովհետև պետության գործունեության իրավական գլխավոր հիմքը դա երկրի սահմանադրությունն է։ Հիմա եթե երկրի սահմանադրական կարգը խախտված է, եւ հասարակական հարաբերությունները կառուցվում են ոչ թե այնպես ոնց որ նկարագրված է սահմանադրության մեջ, ոնց որ մեր ժողովուրդը որոշել է, այլ Ադրբեջանի նախագահի կողմից իր համար նախընտրելի գործչի միջոցով մենք այլևս կարող ենք հանգիստ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետություն թեկուզ անվանումը մնացել է, ասենք դրոշը դեռ կա, որտեղ այդ առաջիկայում դրան էլ կա սպառնալիք, խորհրդանիշները բան որ գոյություն ունեն, ժամանակի ընթացքում դա էլ է վերանալու, բայց ֆունկցիոնալ իմաստով այդ ամեն ինչը այլևս գոյություն չունի, այսինքն ոչ ժողովուրդն է ցանկանում այդ պետությունը ունենալ, որովհետև հանգիստ են վերաբերվում երևույթների, որոնց ոչ մի պարագայում չի կարելի հանգիստ վերաբերվել։ Միգուցե դա պայմանավորված է դրանով, որ ժողովուրդը հասարակությունը անդառնալի շատ ծանր, ասենք, վերք է ստացել, հիվանդ է որպես հասարակություն, ասենք հիմա եթե պատկերացրեք մի հատ դաժան ավտովթար լինի, եւ այդ ավտովթարից մի հոգի հայտնվի ծանր կոմայի մեջ, դրանից ხო չես կարող ակնկալես այդ մարդուց, որ ինքը ինչ-որ գործողություն անի, գործի գնա, բարիք ստեղծի, չէ՞, նա ծանր հիվանդ է, միակ բանը, որ կարելի է մտածել, նրա կյանքը փրկելն է, նրան նորից կյանք վերադարձնելն է, բայց ակնկալիքներ չես կարող ունենալ այդ վիճակում։ Հիմա մեր հասարակությունն էլ այս 20 թվին եւ դրանից հետո այնպես ծանր հարված է ստացել, որ ուշքի չի գալի, կոմայի մեջ է հայտնված։ Հիմա դժոխիմա պետք է մենք այս սահմանային իրավիճակում ենք, էլ այդ վիճակում գտնվող հիվանդը արդյոք ուշք գտնի իր մեջ ապրելու, օրինակ ձեր մեջբերումները դրա մասին են, որ միգուցե ուշք գտնի, ոտքի կկանգնի, կառողջանա, կգտնվեն բժիշկներ, որոնք բարեսիրտ կգտնվեն, օգնություն, որտեղ առանց աջակցություն ցուցաբերելու այդ մարդը իր ուժերով չի կարող ոտքի կանգնել։ Միգուցե կգտնվեն նաև այտենցները, բայց կարա նաև այդ ամեն ինչը արդյունք չունենա, այսինքն միշտ չի որ բժիշկների միջամտությունը, օգնությունը արդյունք է տալի, երբեմն նաև հիվանդը մահանում է։ Հիմա մենք այդ վիճակում ենք եւ իմ տպավորությունները անկեղծ ասած լավատեսական չեն։ Ես կարծում եմ, որ հնարավոր է, որ 2026 թվականը լինի Հայաստանի Հանրապետության որպես պետական կազմավորման գոյության վերջին տարին։ Այսինքն հնարավոր է եկող տարի մենք արդեն պետություն ընդհանրապես չունենանք, ինչպես որ սա կարող է շատ այնց վատ է հնչում, տհաճ է լսելը, առավել տհաճ է այդ մասին ասելը, ուժ է պետք գտնել այս բանի մասին խոսելու համար, բայց ասենք մենք փաստ ունենք, Արցախի հանրապետությունը գոյություն չունի։ Եվ այնտեղ հայեր չեն ապրում այլևս, չնայած հազարավոր տարիներ ապրել են եւ իրենց ամբողջ նյութական, հոգեվոր ժառանգություն, իրենց ապրելու պայմանները ընդամենը 10 օրում թողել են ու դուրս են եկել։ Այդ ամեն ինչը ինչ որ ստեղծվել է երկարամյա, ես չեմ ասում միայն Ղարաբաղյան շարժման, Արցախի անկախության, Արցախի ինքնության համար պայքարը մարդիկ դեռ խորհրդային տարիներից են մղել, դրանից առաջ են պայքարել։ Դարավոր պայքարի արդյունքը, որը արդեն 21-րդ դարում ձևակերպվել էր որպես անկախ պետականություն, մի քանի տարվա մեջ ընդհանրապես վերացրել եք, նստել ենք։ Ու եթե դա կարար վերանար, ով ասում որ Հայաստանի Հանրապետությունը, որը դրա օրգանական մասն է, ասենք դա չի կարա վերանա, ով ասում որ չի կարա վերանա։ Մանավանդ որ այն մարդը, ով որ այս ամեն ինչի հեղինակն է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է իր մտադրության մասին, որ ուզում է դա վերացնի։ Այդ խոսքերի հեղինակն խո ես չեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովին ես եմ բանաձև ընդունել, որ պիտի 4-րդ հանրապետություն ստեղծվի։ Հա։ Դա իրանք են ստեղ, այսինքն այս հանրապետությունը պիտի լուծարվի։ Իսկ որ այդ հանրապետությունը լուծարվի, ով ասում որ պետքա նորը ստեղծվի։ Արցախի հանրապետությունը որ լուծարեցին, երկրորդ հանրապետությունը ստեղծվել է, ոչ, Ադրբեջանը իշխանություն է հաստատել դրա նկատմամբ։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը պիտի լուծարեն, այդ նոր սահմանադրության ընդունումը հենց դրա մասին է։ Ով ասում որ նորը ստեղծվելու է, եւ Ադրբեջանը դրա նկատմամբ իշխանություն չի հաստատելու։ Առավել ևս որ Նիկոլ Փաշինյանն էլ 2024 թվականի օգոստոսի 30-ից սկսած հայտարարում է, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70%-ը
թվարկելով կոնկրետ մարզերի անունները, Ադրբեջանի գործող սահմանադրությամբ ունեն ադրբեջանական պատկանելություն։ Ու ճանաչել են կարող։ Հիմա եթե այդ մարդը դեռևս շարունակում է մնալ իշխանության ղեկին, իր պաշտոնավարման շրջանում ինչ որ եղել է, ենթադրվում է, որ դրա շարունակությունն էլ է, չէ՞ լինելու։ Հիմա ինչ է եղել իր պաշտոնավարման շրջանում անկախ Արցախի հանրապետությունը լուծարվել է։ Մի հատ հսկայական զինված ստորաբաժանում, մեր զինված ուժերի ամենամեծ ստորաբաժանում Արցախի պաշտպանության բանակը վերացել է։ Հիմա եթե այդ մարդը շարունակում է պաշտոնավարել, ուրեմն ինչ է ալնելու։ Շարունակվելու է, չէ՞, ինչ որ ինքը արել է, այդ պիտի շարունակ։ Եթե ասենք իր պաշտոնավարման շրջանում ամրապնդվեր պաշտպանունակությունը երկրի, տնտեսական զարգացումը լներ, սոցիալական զարգացումը լներ հասարակության մեջ, մեր հասարակական կյանքը զարգանար, պետության մեջ ներդրումներ լինեին, զարգացում լիներ, կմտածեինք, որ հաջորդ տարիներն էլ այտենց կլինի, չէ՞։ Բայց եթե այս ամբողջ պաշտոնավարման շրջանը ամբողջությամբ բոլոր ոլորտներում 7 տարի շարունակ։ Մենակ անկում, այսինքն մենակ պաշտպանությունը, անվտանգությունը չի։ Աղքատությունը ավելացել է, տնտեսական զարգացումը չկա, ներդրումներ երկրում չեն ելնում, երկիրը շարունակում է մնալ շրջափակման մեջ, նույն խնդիրները ոնց որ ավելի են խորացել, կոռուպցիան, ասենք, եղածը պահպանվել է հերիք չի, ասես նոր դրսևորումներ է ստացել։ Ասենք մենք նստած հանգիստ լսում ենք, որ ազգային ժողովի падգամավորները մենակ դեկտեմբեր ամսին ստացել են ամեն մեկը 3 միլիոն դրամ փող։ Ասենք 3 միլիոն դրամը Հայաստանում նես նորմալ աշխատանք ունեցող մարդու, որը ինձ համարում է, որ ինքը լավ աշխատանք ունի, նես տնից դուրս գալուց բան, էդի մի տարվա իր եկամուտն է։ Հիմա իր մի տարվա եկամուտը Էդգար Հակոբյանը, ես տենց անեմ ասում, որ ոչ դուք եք ճանաչում, ոչ ես էլի։ Ասենք ոչ լսել ենք, ոչ տեսել ենք, բան չէ, չգիտեմ, ելով կարա լինի, ասենք Լիլիթ Կիրակոսյան։ Ենթադրենք։ Ենթադրենք չէ, գոյություն ունեցող կենսաբանական միավորների մասին եմ խոսում։ Ասենք բնության մեջ այդ կենթանատեսակները գոյություն ունեն։ 3 միլիոն իրանց հաշվին փող ան նստե։ Ու այդ փողը ոչ թե իրանց հերն է իրանց փողանցը կամ կեսրարը։ Այլ էս հասարակությունը, որը իրենց գործողությունների որոշումների հետևանքով հայտնվել է ծայրաստիճան ծանր վիճակում եւ սոցիալական եւ անվտանգային առումով։ Պարոն Ղազարյան, ասում եք ժողովուրդը կոմայի մեջ է, կարող է չարտնանա, Էջմիածնի դեպքերը ինչ որ առումով ապացուցում են երևի հակառակը, որ կա եւ արթնացում եւ կանգնածան եկեղեցու կողքին, որովհետեւ դա ոնց որ վերջին հանգրվանն է, եթե էդ էլ ընկավ, արդեն իսկապես հույս էլ չեք ունենալու ոչ մի լավ ավարտի կամ նոր սկզբի։ Մտ էսպիսի բան հարցել էլի, եթե համաձայն եք դրա հետ իհարկե կամ ոչ, ինչ եք կարծում, եթե Փաշինյանը մի օր ասի, որ պատարակներից առաջ պետք է հնչեն Հայաստանի եւ Ադրբեջանի օհներքերը։ Այդ դեպքում էլ ոչ մեկ էլի չի ասի ոնց, ինչպես, կամ հենց նրա անձնական այդ պահակախմբից ոչ մեկ չունի այդ արժանապատվությունը։ Ոչ, բայց այդ խոսքը 3 միլիոնով են փակում այդ արժանապատվությունը։ Հովհաննիսյանի խոսքից ձեր մեջ բերում ես դրա մասին է, չէ՞, որ կարմիր գծեր այդ մարդիկ չունեն, ասինքն բա եթե մենք հաշտվել ենք այն իրողության հետ, ասենք նլմատ հիշեք, էլի։ Այսինքն հաշտվել է, բայց ներողություն։ Հիմա ասենք թե եթե Կապանի բնակիչները իրանց քաղաք մտնելուց օդանավակայանի բարձունքում, Կապանի օդանավակայանի տեսնում են Ադրբեջանի դրոշը։ Դա ծածանվում է։ Ասենք Տավուշի մարզի բնակիչները իրանց գյուղերի գլխին հիմա տեսնում են Ադրբեջանի դրոշը։ Ջերմուկ համայնքի բնակիչները բարձրանում են Եղնիկի հետ նոր ստեղծված արձանի մոտից, այնտեղից նայում են ադրբեջանական դիրքերին։ Մի բան, որը իրենք ասենք 30 տարի առնվազն չեն տեսել։ Լավ, իրանք ինչ անեն, պարոն Ղազարյան։ Հիմա ասում եք, բա որ Ադրբեջանի հիմնը եկեղեցում հնչի, դա ինչ պիտի անեն։ Նույն բանը, այսինքն ընդվզում պիտի ունենան, չէ՞։ Հիմա ասում եք իրանք ինչ պիտի անեն, բայց ստենում եմ իրանք ինչ են անում։ Ասեք այդ նույն Նիկոլ Փաշինյանը, որ գնում է ջերմուկ ինչ-որ մի առիթով, այդում են հետը այդ համայնքի բնակիչները, հյուրանոցի տերերը,
Չգիտեմ, տարբեր կազմը նստում են հետ Նելը Նիկոլ Փաշինյան չի, Արուսյան Ջուլհակյանի հետ էլ, ասենք Գևորգ Պապոյանի հետ, Տրթած Սարգսյանի հետ իրանց քաղաքի զարգացման հարցեր են քննարկում։ Այսինքն այն մարդիկ, ովքեր իրանց քաղաքը դարձրել են սահմանամերձ, թուրքերին բերեք դրել են իրանց գլխին, ռումբա են գլխներին, հրետակոծվել է այդ քաղաքը, այդ նույն մարդիկ, ովքեր հիմա նրանց հետ քննարկում են, 3 ամիս տունը տեղ ամեն ինչը թողել էին, փախել էին, գնացել են ուրիշ տեղեր էին ապրում։ Հիմա հետենենք ասում են, դե հա, դե նորմալ է։ Կարանք նաև այդ նույն մարդկանց հետ, ովքեր իրանց այդ դժբախտությունը բերել են, ինչ-որ արս քննարկեն։ Մասնեք ինչ անեն։ Դու քննարկեն։ Հեսա քննարկեն 2026 թվին ամուսարը արդեն սկսել են ընդ պայթացումները։ Այնքան թունավոր օդ ու փոշի բերեն լցնեն իրանց առողջաների գլխին, որովհետև գնել Սանոսյանը ու մեծ որ իրանք հարցեր են քննարկում կառավարության կողմից նշանակվել է Legion International-ը հիմա գնել ընդ Խապետի մոտ հարցում անեմ իմանամ ամիս քանի միլիոն փող ստանում այդ ընկերությունից։ Հետո բա իրանց այդ առողջաները ով է գնալու հանգստանա։ Թուրքերեն ընդից են բերել դրե գլխներին, թույն ընդից են բերել դրե գլխներին։ Հիմա նստել են հետները հարցեր են քննարկում։ Նույնը է մյուս տեղերը։ Մարտիկ այդում ասենք Նիկոլ Փաշինյանը գնում է, շուտ համայնքներ նայում է, այցելեց գլուխ խոնարհեց պատերազմում զոհվածների հիշատակի հուշահամալիրին, չէ՞։ Ու այդ համայնքի բնակիչներից մեկը չի թվացել արիստ է։ Այդ ում հիշատակի առաջ ու գլուխ խոնարհիր։ Մեր համայնքից զոհված երիտասարդ, բայց դու նրանց զոհողության վայրը համարում ես ճշտամու տարածք։ Այսինքն դու գնում ես ընդից խոսում ես, ասում ես, որ այդ զոհվածները ռազմական հանցագործներ են, որովհետև իրանք 91 թվից գիտեին, որ դա Ադրբեջանի տարածք է, գնացել մտել են Ադրբեջանի տարածքում ռազմական հանցագործություն են արել, հետո եկել ես ասում ես, ես իրանց առաջ գլուխ եմ խոնարհում։ Այն դեպքում, երբ որ 20 թվականի սեպտեմբերի 27-ին ազգային ժողովում ասում էր, ես չեմ եկել այստեղ ասեմ, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, ես եկել եմ ասեմ, թե ինչի են պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի։ Ինչի՞ չի զոհվել։ Դե քեր զոհվի։ Հանուն հայրենիքի, բայց ո՞նց է լավ։ Մեկը չզոհվում։ Մի հատ հələ հիշեք մի մազա մնացել։ 20 թվին մարզպետների ջոկատ ստեղծեցին, համայնքի ղեկավարների ջոկատ ստեղծեցին։ Ասում էր, չէ՞, մարզպետները թող ջոկատներ ստեղծեն, գնան բանանեն։ Մի հատ զոհված մարզպետ եղել է այդ պատասխանը, քթներից արուն չի եկել։ Տարան է ժողովրդին, կոտորին, հիմա եկել ասում է բանը, Ղարաբաղի հարցը լուծվել է։ Այսինքն ո՞նց է լուծվել, հենց է լուծվել, ոնց որ դու խոստացել ես, որ պիտի լուծես, այսինքն քո խոստումների, քո ելույթներին, այսինքն ինչ որ ասել ես, քո խնդիրը լուծել ես, այսինքն Ղարաբաղի հարցը արդեն լուծված է։ Այն լուծումը, որ դու հիմա արում ես, լուծումը դա ադրբեջանական լուծումն էր։ Բայց դու պետք է ամեն ինչը տայր Ադրբեջանին։ Նախ այդ հերը դեր քեզ տվե որ դու տայիր։ Երկրորդը բայց մարդկանց կյանքը, դա արդեն այդ մարդը, որ հիմա ասում է Ղարաբաղի խնդիրը լուծված է, նա այդ 5000 զինվորների մարդասպանն է։ Կարելի է համարել, որ ինքը նրանց ինքն է սպանել։ Նրանք այսինքն ոչ թե զինվորները զոհվել են ադրբեջանցու կրակոցից, այլ այդ ասողի կրակ, որովհետև եթե այդ ասողի ձեռը զենքել ինքը կսպաներ նրան։ Որովհետև ինքը արդարացնում է այն սպանողին։ Ասում Ադրբեջանը ինչ է, Ադրբեջանը իր երկրի տարածքն ազատ է։ Այսինքն ադրբեջանցի զինվորները հերոսություն են արել, ըստ ՔՊ-ի եւ այդ Նիկոլ Փաշինյանի, մեր զինվորները հանցագործություն։ Ու հիմա ու նաեւ արդյունքը Ադրբեջանում պարգևատրվում են, ռազմական շքերթներով փառաբանվում են, ստե ինչ են ելնում։ Ալիևը հաղթանակի այգի է ստեղծում 44 աստիճաններով։ Իսկ Աշոտ Մինասյանին ուր են տանում։ Բոլոր պատերազմների մասնակցին։ Բանտ։ Նես որ ես լավատեսության համար որևէ հիմքեր գոյություն չունեն եւ իրանք հետեւողականորեն նաեւ չասում են այսինքն ինքը ինչ որ հիմա եթե մենք ընդունում ենք, ասում ենք Ադրբեջանի ինչ տարբերություն Ադրբեջանի հիմնը հնչում, թե եկեղեցու տարածքում հանրահավաք կա։ Պատարագի ժամին մենք դիտում ենք հանրահավաք հանդե։ Ոչ քահանա կա, օծյալ, որ իրավունք ունի
պատարակ հասկացնի։ Հավաքվել են, ասենք, այդ Թալինի քաղաքապետին ասել են մարդիկա բերեք, գյուղապետերին քաղաքապետին ասել են, ոստիկաններին քաղաքացիական, կեսին ծառայական հագցրել են, գնացել են լսվում են եկեղեցիները, գրոհում են եկեղեցիները, ծափ են տալի, գոռում են Նիկոլ Վարչապետ, հենց գալիս են։ Հիմա ասենք, եթե մենք հավատացյալ մարդիկ ենք, նայում տեսնում ենք այս խայտառակությունը, եկար Ադրբեջանի օրհներն են, այսքանի հետ միասին կարա ենել են, ինչ տարբերություն։ Արդեն զարմանալի չի։ Չէ, նորմալ է։ Բայց եթե էսի նորմալ է, ենել է նորմալ, նույն բանն է։ Բաբա, իրանց Ադրբեջանի օրհներքը եկեղեցում հնչել է ինչա, պղծություն է, չէ, եկեղեցու համար։ Բայց ինչ տարբերություն եկեղեցին ոնց են պղծում։ Գործող օծյալ սրբազան հայրերը մտնում են եկեղեցի են պղծում։ 10 հոգի տենց ունենք, չէ, ոնց որ կամաց հետ են քաշում իհարկե։ Մաքուրոց շնչող։ Բայց կան, չէ։ Էլի, չգիտեմ, հարցը անտարբերությանն ու ընտրությանն է վերաբերվում կամ նույնիսկ արժանապատվությանն է, պարոն Ղազարյան, եթե գիտենք, որ որոշ ապրանք այս պայդրությամբ ադրբեջանական բենզին է նկատի ունեմ, գնելով ֆինանսավորում ենք մեր թշնամուն ու հենց մեր դեմ իրականացվող գործողություններն ենք ֆինանսավորում իրականում, դա անտարբերություն է ձեզ, թե գիտակցված ընտրություն։ Դա օկուպացիան է, էլի, ասենք, հիմա նայեք։ Այսինքն մենք հանձնվել ենք։ Այո, բայց ինչ ենք արել։ Ադրբեջանը այս երկրի անունը ինչ պիտի լինի։ Ասելա չէ Ալիև, այդ խո ես չեմ ասում։ Ես հիմա ասենք իրավունք ունեմ, ինչ որ լսել եմ, վերարտադրեմ։ Դե Ալիևը մենակ ասում էր Ղարաբաղ, Ադրբեջան։ Ինչու եղե։ Իր ասածներից կարակ մի բան ասեք, որ մի նպատակ դրել է իր առաջ ու չի եղել։ Ես դες բան չեմ հիշում։ Հիմա արևմտյան Ոնց որ ասեք Նիկոլ Փաշինյանը հələ չի եղել մի բան, որ ասի ու դա լինի իրականություն։ Նույն ձևի չի եղել, որ Ալիևը մի նպատակ դրի, դա չլինի։ Հիմա նա ասել այս երկրի անունը ի՞նչ է։ Արևմտյան Ադրբեջան, ճիշտ է։ Բայց Արևմտյան Ադրբեջանում կարող է Լուկոյլի բենզին ծախվի, Սոկարը ծախվի։ Հիմա դե բերել են ծախում են։ 20 թվականի պատերազմի ժամանակ ես հիշում եմ Թուրքիայից հիգիենիկ պարագաների, չգիտեմ, հագուստի բանի ֆիրմաների վրա արյուն էին նկարում, ասում են պատրոնա դառնում գալու։ Հիմա գնացել են ուղիղ ադրբեջանական պետական նավթագազային ընկերության Իլհամ Ալիևը մինչև Ադրբեջանի վարչապետ դառնալ եղել է Սոկարի փոխնախագահ։ Այդ իրանց պետական նավթագազային ընկերությունն է։ Հիմա գնացել են Ադրբեջանին, նայեք ուշադիր եք, չէ՞ որ Ադրբեջանը Հայաստանին բենզինա տալի, դիզվառելիք չի տալի։ Ինչի համար, որովհետև դիզվառելիքը գյուղատնտեսության մեջ է օգտագործում, դիզվառելիքը բանակն է օգտագործում, տանկի մեջ են լցնում։ Ինքը ավիակերասին չի տալի, որովհետև ավիակերասինով ինքնաթիռ է թռնում։ Ինքը տալիս է մենակ բենզին։ Ասում է փողն էլ դու այդ եղած փողն էլ ուղղում է իր բանակին, Ադրբեջանի վարչապետը այս տարի է հայտարարել, որ 26 թվականի իրանց բյուջեի 21%-ը ռազմական ծախս է։ Իսկ Հայաստանում ինչա հայտարարվել 26 թվականին ռազմական ծախսերը կրճատվել են, բանակի թվականակը միանգամից 1/4-ով կրճատում է, որովհետև զինծառայության մեջ ենք։ Հա, մենք խաղաղության մեջ ենք, իրանք պատերազմի։ Որ դրա հետևանքներն ինչ լինելու է Հայաստանի տարածքի, այսինքն մենք մեր դիմադրության բոլոր հնարավորությունները զրոյացրել ենք, բանակը վերացնում ենք, միջազգային ռազմական համագործակցությունը, միակ ռազմաքաղաքական կազմակերպությունը, որ Հայաստան անդամակցել է ՀԱՊԿ-ն, փաստացի դուրս են եկել ՀԱՊԿ-ից, բանակ չունենք, դա ասում ենք մենք խաղաղության ենք ցկտում, շատ լավ խաղաղություն ալնելու, ես էլ եմ ասում, էլի Ստեփանակերտի խաղաղությունից Երևանում էլ ալնելու։ Ստեփանակերտում են Ալիևը գնացել էր։ Անդ մի հատ անհանգստություն, մի հատ լարվածություն կար, այն ինչ էր, այն 17 թվին, 16 թվին, հիմա է խաղաղ։ Այսքանի մեջ կանք հանդիմությանը էլի, Ղազարյան, որտեղ հանդիմությունը առհասարակ ինչով է զբաղված, այդքան դուք այսպես sense միջնորդի դերում եք որպես հանրային քաղաքական գործիչ հանդիմության եւ առհասարակ impeachment-ի հարցով շատ մեծ ջանքեր ունեք ներդրած, բայց ինչպես տեսնում ենք արդյունքը զրոյական է, եթե ոչ մինուս է։ Հիմա հանդիմությունը
Չեմ հասկանում։ Ի սկզբանե բառն էլ է ասում, չէ՞, որ իշխանության դեմ ընդդիմություն, ինչի համար է ընդդիմությունը ստեղծված առհասարակ, որ այլընտրանք առաջարկի ժողովրդին։ Ընդդիմությունը փաստացի հարմարվել է այդ մտքին, որ իշխանությունը մնալու է, իրանք էլ այդպես բուտաֆորիայի պես են մնալու, ընդհանրապես ելույթներ են ունենալու ոգեշունչ, թե ինչ է կատարվում ըստ ձեզ։ Դե մեր կարծում եմ հարցի հասցեատերը իրանք են, թե իրենք ինչ են անելու։ Ես կարծում եմ ընդդիմությունը որպես այդպեսին գոյություն չունի, ֆունկցիոնալ իմաստով։ Էդ էլ մահացավ։ Որտեւ իրանք իրենց խնդիրները որևէ ձև չեն լուծում եւ ասենք հիմա իրանք պարլամենտում կան թե չկան, ինչ տարբերություն։ Ոչ մի, եթե կարևոր քննարկումներից ասենք, նայեք, ինչ իրավիճակներ կարան, ինչ որոշումներ կարան կայացնեն, որ չեն կայացնում։ Նախ չեն աշխատում ֆունկցիոնալ որպես падգամավոր։ Ես ասենք, որպեսզի իմ խոսքը իմ համար հիմնավոր լինի, իմ օրինակի վրա պիտի բերեմ։ Ես падգամավոր չեմ։ Ես ազգային ժողովում երբեմն հայտնվում եմ, երբ որ խորհրդարանական լսումներ անում։ Ընդ որում, երբ որ Հայաստան խմբակցությունն է կազմակերպում, ինչ չեն հրավիրում։ Այս վերջի խորհրդարանական լսումներին, օրինակ, բանին է վերաբերվում է քաղբանտարկյալների թեմայով, ես որ հիմա քաղբանտարկյալի կարգավիճակ ունեմ, որովհետև մեղադրյալ եմ, վարչական հսկողության տակ եմ, հիմա գտնվում, խոսքը սահմանափակադատանի որոշմամբ եւ դատվում եմ։ Խոսքի համար, այսինքն բանտարկյալը խո միայն այն մարդը չէ, որ բանտում է նստած։ Ով որ իրավական process-ով ես հրավիրված չեմ եղել Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված լսումներին։ Որովհետև ես չես սիրում, որովհետև ես իրենց ասում չեք աշխատում։ Հիմա երբ որ ԿՊՆ-ը կազմակերպում ազգային ժողովը, դա հրավերով չի, դա ես զանգում եմ, նայում եմ ազգային ժողովի կայքը, զանգում եմ, գրանցում եմ, գնում եմ։ Ընդամենը 6 րոպե է, ինձ տվեց 6 ժամ մնում եմ ընդեղ, որ 6 րոպեն կարողանամ խոսամ։ 2 հատ հարց կարամ տամ, ամեն մեկը 2 րոպե, եւ մի հատ ելույթ 2 րոպե։ Իտո այդ ելույթի ժամանակ ելույթս ընդհատում են, Ռուստամ Բաքոյանը վերջին անգամ կանչում այդ պահպանության ծառայությանից դահլիճից դուրս են հրավիրում բան։ Ես մի հոգի падգամավոր չեմ։ Ազգային ժողովում կա 34 ընդդիմադիր падգամ։ Եթե նրանք ֆունկցիոնալ աշխատեն, ԿՊՆ-ն ուղղակի այսպես կլրվի կմնա։ Ասենք օրինակ ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը ներկայացնում է օրակարգ, չէ՞ Նստաշյան նիստը։ Ամեն падգամավոր նրան հարց տալու իրավունք ունի։ Ունի։ Ամեն падգամավոր ելույթ իրավունք ունի։ Դու պատկերացնում եք, ասենք 34 հոգի հարց տան, 34 հոգի, ուսես ցանկացած օրենքի նախագիծ, որ ազգային ժողովում քննարկվում է, հիմնական զեկուցողին բոլորը հարց տալու իրավունք ունեն, հարակից զեկուցողին հարց տալու իրավունք ունեն, ելույթ իրավունք ունեն։ Ես էլ իրանց ֆունկցիոնալ աշխատանքն եմ ասում։ Դա չեն անում։ Հիմա կան քաղաքական գլխավոր որոշումներին։ Եթե դուք վարչապետին անվստահություն չեք հայտնում, ուրեմն համաձայն եք առնվազն։ Իսկ իրանք այդ անվստահությունը մինչև հիմա հերիք չեն հայտնել։ Անցած տարի ապրիլից այս մեր նախաձեռնությամբ Արթուր ենք շարժումով նամակները դիմեցինք, դիմելուց հետո էլի ահագին ժամանակ չէին հայտնում։ Հետո պատիվ ունեմն նախաձեռնությունը ցուցաբերեց։ Հետո Հայաստան խմբակցություն ասաց, որ դրան չի միանալու, հետո այսքան խոսալուց ամեն ինչից հետո ստորագրեցին միացան, բայց այդ ամեն ինչը բոլորի կողմից ուղղակի ֆորմալ կողմը ասում եք, տպավորություն չէ, բանի սպասում եմ։ Ոչ մեկը ոչ մի ջանք այդ 34 падգամավորներից չի իրականացրել, որ իրաց նախաձեռնությանը նոր մարդ միանա։ Ասենք օրինակ գնան հիմա ենթադրենք պատիվ ունեմը իր համամասնական ցուցակով ընտրված Իշխան Զաքարյանին։ Հրապարակայնորեն ներքին էտան ասեն լարիստ է։ Դու ոնց ես դառը падգամավոր։ Եթե մեր ամբողջ խմբակցությունով մենք սրան կողմ ենք քվեարկել, դու չես միանում։ Մեկ կարելի է իմանալ ինչ մտել տեսակ է։ Գնա թողել են Իշխանը իր համար գնաց է Զաքարյանի մասնախոսքը։ Դա Արայիկ Հարությունյանի օգնական ջերմուկի ցեխերի մեջ ձմեռային խաղեր են կազմակերպում։ Ձմեռային խաղերն էլ ինչա, դահլիճում պար։ Եկե շախմատ։ Ձմեռային խաղ։ Այն է ցեխերի մեջ։ Այդ Իշխան Զաքարյանն է, որովհետև փողերը ֆռում ընդե այդ Հիմա եթե ուզում է Իշխան Զաքարյանը դառնա Արայիկ Հարությունյանի օգնական, պիտի падգամավորի մանդատը վայր դնի եւ նշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական։ Նա ո՞նց է մնացել падգամավոր։ Ժողովրդի քվեով ընդդիմության
համար նախատեսված քվեով ընտրված ու այդ ֆունկցիան չի կատարում։ Նույն ձևի Հայաստան մի հատ էս նվերել Անտառամեջ գյուղի հասարակությանը տվել է Հայաստան խմբակցությունը, չէ՞, Գեգամ Նազարյան։ Եթե ուզում է դառնա դա նիկոլական, այսինքն հենց կառավարության անդամները գալիս են ազգային ժողով, սաղին մի հատ ձեռը քսում է։ Թող գնա դառնա վարչապետի օգնական։ Օծվում, ահա։ Թող գնա դառնա, բայց ո՞նց է դրան հանդուրժում, որ նա մնա Հայաստան խմբակցությունով ընտրված падգամավոր։ Այդ չեմ ասում, որ ՔՊ-ի մյուս ամենասկզբից, չէ, որ ասում են անվստահության գործընթացը կին, ՔՊ-ն չի միանա, դա իրատեսական չի, դա հնարավոր չի, այդ են, չէ, միջև այլ այդ են ասում։ Հələ մեկ պատկերացրեք, նույն կերպ մտածի Նիկոլ Փաշինյանը հիմա եկեղեցու դեմ պայքարել, ասենք Impeachment նշանակում է, որ վարչապետին հեռացնեն, չէ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել, որ կաթողիկոսին պիտի հեռացնի։ Հələ մեկ պատկերացրեք այդ նպատակը դնելուց առաջ ինքը մտածել են, ոնց որ մտածում են ընդդիմության մեր բոլոր падգամավորները։ Անհնար բան է, կասեր։ Նախ կասեր ես դրա իրավունքը չունեմ։ Ես վարչապետ եմ, ենք կաթողիկոս, մեր երկրում սահմանադրությամբ պետությունը աշխարհիկ է, հոգևոր իշխանությունից առանձնացված է, դա միակ կրոնական կազմակերպությունը չի, 60-ից ավել կան, եթե դա անեմ նշանակում է մյուսներին էլ դա վերաբերում, ուրեմն միջազգային հանրությունը կլինի իմ դեմ, երկրորդը եկեղեցին 17 դար գործող կազմակերպություն է, ներքին կանոնակարգերով, բարոյական նորմերով, աստվածային ընկալումներով, ոնց կարա մարդիկ դուրս գան Աստծո օծյալ սրբաբանը սրբազանների կողմից դուրս գան վեհափառի դեմ, նրանք իրաց ներքին, այդպես բաներ էր ասելու քաշվել մի կողմ, չէ՞։ Բայց դա տենց է անում։ Պերեմենյան երաժիշտներին վերցել է յալանչուպես ամեն կիրակի մի տեղ էթում հանրահավաք է կազմակերպում։ Ամենօրյա տես կառավարության նիստ, տես կառավարության ճեպազրույց չկա, որ այդ մասին չխոսը։ Մեր ընդդիմությունը տենց է impeachment-ի դեմ պայքարում, impeachment-ի համար։ Իհարկե չէ։ Դա ճիշտ է լաստիկ impeachment-ի դեմ։ Հա, դեմ են պայքարում փաստացի էլի։ Հիմա, բայց եթե չես անելու impeachment, այնի մնալու է վարչապետ, ճիշտ է։ Այնի որ մնաց վարչապետ, ասես գնալու ենք ընտրություն։ Ինչ ընտրություն։ Ադրբեջանը որ ընտրություն է ալնում։ Ո՞վ է ընտրվում։ Այլ է, այդ ընտրությունն է։ Չասենք Ադրբեջանում ընտրությունները լում է, չէ։ Ես վերջերս 2024 թվականի սեպտեմբերին, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրին դեպ ընտրություն անցկացրին, չէ։ Որով ընտրվի։ Ընդդիմությունը Յենի Ադրբեջան կուսակցությունը, չէ՞։ Հիմա Ադրբեջանում նախագահի ընտրություն ալնում։ Այդ Իլհամ Ալիևը վերջինը արտահերթ եղավ։ Էդի կազմակերպես, որ ուրիշը դառնա նախագահ, այն հետի տեխնացուն իր առաջադրված, դրա մերն ասում է չնայած իմ տղան առաջադրված, բայց ես Իլհամ Ալիևին եմ ընտրելու։ Շատ կառուցողական ժողովրդավար երկում է։ Էդի բայց դիկտատուրաներում տենց է։ Հիմա եթե Հայաստանում դիկտատուրա է, ոնց կար այնտեղ ընտրություն լինի։ Ունդ է կարա իշխանա զավթում լինի, չէ՞, այսինքն ով որ իշխանության ղեկին է, ինքը այդ իշխանությունը պահի, այդ ընտրությունը դրա համար է, չէ՞։ Միամիտ մարդ պիտի լինես, որ մտածես, ասես դες, եթե նույնիսկ եթե սրանց ընտրություններում հաղթում են, տեղական մակարդակում, որտեղ իրանք ուրիշ տեխնացու չեն, մի հատ ընդդիմություն ալու, մի հատ իշխանություն, միշտ ընդդիմությունն է, չէ՞ հաղթե։ Մասիսը կլինի, Փարաքարը կլինի, Գորիսը կլինի այն ժամանակ քանի քաղաքապետ ընդդիմություններ, Կապանը կլինի։ Կատարվեց այդ հաղթանակած տեղերում։ Կամ բռնում են համայնքի ղեկավարներին, Փարաքարն սպանվեց։ Լավ, հիմա պարոն Ղազարյան, արձանագրում ենք, որ իշխանությունը 7 տարի կարողացել է անել ինչ ուզում է, երկիրը պահել լարվածության մեջ, ընդդիմությունն էլ բուտաֆորիա է, այսինքն իրականում ընդդիմությունն էլ է ձախողված։ Այո, ոչ թե ձախողված է, իրական գոյություն էլ չունի ընդդիմությունը։ Այսինքն եթե մարդիկ իրենց առաջ նպատակ հրամատները հանձնել ենք, բայց այդ եմ ասում, բայց պետությունը մեր զրույցի սկզբից ինչ ասացի, որ ֆունկցիոնալ իմաստով մեր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Որովհետև հասարակական հարաբերությունները չեն կարգավորվում այնպես, ոնց որ օրենքով գրած է, ոնց որ սահմանադրությամբ գրած է։ Ասենք հիմա երեք կառավարությունում խորհրդակցություն է, ինչ որ հակակոռուպցիոն չգիտեմ ինչ, նստած է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Նստած է բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Ասենք մեկը չի այդ մարդկանց հարցում, ասի հարգելիս։ Դու ինչ գործ ունես։ Ասենք գործադիր իշխանություն, չէ, սահմանադրությամբ ասում է,
Գործադիր իշխանությունը դատական իշխանությունից դատական իշխանության են տեսակն ու կարա գործադիր իշխանության պաշտոնյային դատից, չէ, ասենք օրինակ Վահան Քերոբյանը գործադիր իշխանության ներկայացուցիչ էր, կառավարության անդամ, ոնց որ Նիկոլ Փաշինյանը։ Եվ դատարաններում Վահան Քերոբյանի վերաբերյալ որոշումներ են, չի կայացնում։ Բայց ոնց ալնում, որ դատական համակարգի ֆունկցիոնալ գործունեության ապահովող մարմնի ղեկավարը Էդումա գործադիր իշխանությունում խորհրդակցության է մասնակցում։ Սա կառավարության նիստ է։ Կառավարության նիստին գլխավոր դատախազն մարդու իրավունքների պաշտպանը, հետո նստում է կառավարության նիստերի։ Ոչ հարց զեկուցող են, ոչ քվեարկող են, ոչ հանդիսատես։ Հա, հանդիսատես են նստում։ Իսկ ձերի համերգա, էդում են նստում են ու Նիկոլ Փաշինյան մի ժամ կարդում է, որ սուբվենցիոն ծրագրերով Արագածոդի մարզի այսինչ գյուղի դպրոցի կաթ սայատունը կվերանով բաքս են դրեն։ Ու գլխավոր դատախազ նստած լսում է դա։ Բայց մեկը չի հարցնում ասի, դու ինչ գործ ունես։ Դու մի պաշտոնյա ես, որ հիմա ես գլխավոր դատախազություն հաղորդումներ եմ տվել հանցագործության մասին, որոնցով ինքը պիտի միջնորդություն է թե ազգային ժողով պատգամավորների անձեռնմխելությունից զրկի, բայց չի անում։ Ոչ մի բան չի անելու, հետ քայլերներ։ Հետո ասիկա պետությունը իր ֆունկցիոնալ, ասենք այն, այսինչ ենթադրենք, այսինչ մարմինը ստեղծված է այսինչ խնդիրը լուծելու համար, չէ՞։ Եվ այդ մարմնի ներկայացուցիչը ղեկավարը այդ խնդիրը չի լուծում։ Գրած է օրենքով ասում է, որ պիտի քննչական կոմիտեն լինի անկախ մարմին։ Ինքը պիտի ըստ իրավական պրոցեսների վարույթներ նախաձեռնել, ոչ ոք իրավունք չունի անգամ քննիչի գործողությունների որևէ կերպ միջամտի։ Այդ միջամտությունը հանցագործություն է։ Նիկոլ Փաշինյան ուղիղ եթերով ասում է. Սամվել Կարապետյան, դու հիմա պատվալում ես, քեզ պատվալից կհանենք, կտանենք, պետության համը կտենաս, դու քո ձևը գիտես, մեր ձևելը չի։ Զուգահեռ գրում է, ու զուգահեռ ընթանում է իրավական պրոցես քննչական կոմիտեի դատախազության մասնակցությամբ։ Էդ էլ է պարզ։ Այսինքն ակնհայտ է, չէ՞ որ այդ մարմինների անկախությունը, այլևս եթե այդ մարմիններն էլ անկախ չեն, նշանակում է իրանց ֆունկցիոնալ նշանակությունը խախտվել է, այսինքն իրանք կան կամ չկան, արդեն նույն հաշիվն է։ Իսկ եթե իրանք չկան, նշանակում է պետության ֆունկցիոնալ գործունեությունը խաթարված է, թշնամուն էլ ինչ է պետք։ Զրոյական է, խաթարված էլ չի։ Լավ, եթե Հայաստանի վարչապետը այդ Էրմիտաժում երբ որ յատը գագաթնաժողովներ, տենց հավեսով շնորհակալություն է հայտնում Ալիևին, ու Պուտինի ներկայությամբ իմիջիալոց, որովհետև ուզում եմ հասկանամ նաև դա ինչ էր նշանակում, որ ինքը sense Պուտինի հետ նստած ու Ալիևն է պիտի գար ու չի եկել, արդարացնելով իբր այնտեղ քաղաքական չի հաստատված էր, Պեսկովն ասաց հաստատված էր, էդ էլ չի եկել։ Հիմա եթե Պուտինի ներկայությամբ շնորհակալություն է հայտնում Ալիևին, հաջորդ օրը այսպես մենակ խոսում է փորձագիտական դաշտը, որ Սյունիքի միջանցքի այս լուր սակարկությունը արդեն գնում է, ընթանում է, ես չգիտեմ, եթե սխալվում եմ, ինձ հուշեք, եթե դուք ավելի լավ եք հետևում, չեմ տեսել որևէ ընդդիմադիր գործիչ, որը խոսած ընդհանրապես այս թեման արծարծած լինի, խոսացած լինի դրա մասին ու որակի սա գոնե որպես պետական վտանգ, չգիտեմ, չեմ հասկանում ինչա կատարում, ես էլի չեմ հասկանում, ես դեռ շարունակում եմ զարմանալ։ Չէ, դա սա արդեն դառնում է նորմալ օրինաչափ ընթացք, այսինքն նա Ալիևին է շնորհակալություն հայտնում, ընդ որում ինչի համար է շնորհակալ։ Եկել արդարացավ, ասաց, գործեր են արվել, պետք է, չէ՞, ես համապատասխան ասեմ, որ Հայաստանը շնորհակալ է ձեզ։ Ինչի համար։ Անհասկանալի էլի արդարացում էր իբր։ Հիմա ես չգիտեմ, ինձ արդեն իր կարծիքը քիչ է հետաքրքրում, ինձ համար ամեն ինչ պարզ է ադրբեջանական տեսանկյունից, ասենք Ադրբեջանը որոշում կայացրել են, որպեսզի իրենք այդ բենզինը ուղարկեն Հայաստան, չէ՞, առանց իրանց որոշման դա չէր լինի։ Հիմա որևէ մեկս եթե մեր կյանքում որոշում են կայացնում, ինչ որ շահի տեսանկյունից ենք, չէ՞, այս մենք մեր շահը դրան հիմա Ադրբեջանում է որ որոշում են կայացրել, դա շահը հաշվեն առ, հետաքրքիր է, դա շահը որն է։ Ես հիմա ուզում եմ ընդդիմության շահը հասկանամ։ Սա ընդամենը պարզ քայլ է, առաջի քայլն է Հայաստանում առհասարակ Սոկար նավթագազային ընկերության իշխանությունը հաստատելու համար։ Ես թեմատիկ զրույց ունեցել եմ այդ թեմայով։ Ուրեմն Սոկարը ոչ միայն նավթ է արդյունահանում վերամշակում, բայց նաև ադրբեջանական գազը։
ինքը նաև էներգետիկ ոլորտի ընկերություն է։ Սոկարը գործունեություն է ծավալում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրներում։ Այդ թվում Վրաստանում եւ Թուրքիայում։ Օրինակ Վրաստանում Սոկարը գազը բաշխող ընկերությունն է, ոնց որ մեր մոտ Gazprom Armenian-ը, մեզ ասենք այդ գազի շոչիկները որ դրած է, գրած է Gazprom, չէ՞։ Վրաստանում որ դրած է, վրան գրած է Սոկար։ Սոկարն է իրանց գազի։ Ամենամեծ բենզալցակայանների ցանցը Վրաստանում դա ունի Սոկարը։ Հիմա ասենք թե եթե Հայաստանին մի խմբականակ բենզին են ուղարկում, դա կանոնավոր ուղարկեն, կարան չէ հաջորդ этаպում ասեն մենք դա տալիս ենք ոչ թե Ռանոյելին, նրան, այլ պիտի մեր սեփական բենզակալոնկի կդնենք։ Հիմա այդ սեփական բենզ ասենք Հայաստանը ունի 65 խոշորացված համայնք, եթե չեմ սխալվում։ Հիմա 65 48 քաղաք կա։ 48 քաղաքում եթե Սոկարի բենզակ ամեն մեկը $1 միլիոն էլի, չնայած $1 միլիոն չի լի, էլի։ Այդ քեզ լավ 50 միլիոն։ 50 միլիոնն ինչ է, որ Հայաստանի ամբողջ տարածքում Սոկարի ամեն մի բենզակալոնկի դեմը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշ ծածանվում է։ Ներկայացությունը, այլ պետական ընկեր, դա սովորական ասենք մասնավոր ընկերություն չի, էլի, որ պետական նավթագազային ընկերությունն է։ Հիմա բերելու է իր դնի, այս մի բենզինը ոնց է, էժան, Ռանոյելի բենզակալոնկիում ռեգուլյարը ավելի թանկ է, քան պրեմիումը։ Որովհետև պրեմիումը ադրբեջանական է, ռեգուլյար, այսինքն դեմպինգ է, չէ։ Այս ինչի համար արվում, որպեսզի հայկական մյուս ընկերությունները ուղղակի կարճ ժամանակ հետո դադարեցնել են գործունեությունը, մոնոպոլիան անցնի Սոկարին։ Սոկարը այս վերջերս Թուրքիայում ձեռք է բերել էլեկտրական մեքենաների։ Չէ, էլեկտրական ցանցերի մի ոլորտում ներդրում ձեռք է բերել ընկերություն Բարնետոն։ Հիմա Հայաստան էլեկտրական ցանցերն էլ լիցենզիայից զրկել են եւ օրենքով ընդամենը 3 ամսում, այսինքն մինչեւ եկող տարվա փետրվար, պիտի կառավարությունը սեփականատերերի հետ բանակցի բաժնետոմսերը ձեռք բերելու ուղղությամբ։ Սեփականատերը Տաշիր գրուպը հայտարարել է, որ իրանք կառավարությանը չեն բանակցելու։ Այսինքն 2026 թվականի սկզբին Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերը անցնել են կառավարության սեփականությանը։ Կառավարությունը դա ումա տալու։ Դու կարաք ուրիշ բան մտածեք, ես կարա մտածեմ, որ Սոկարին։ Դրանից հետո անցնել են Gazprom Armenia ընկերությանը, նույն ձևի ոնց որ հեծը ձեռներից առան, այնց է Gazprom-ը ազգայնացնեն, էդ էլ հանձնեն Սոկարին։ Gazprom-ը, այսինքն իսկ Ադրբեջանի գազի պաշարները շատ քիչ է, իրանք ռուսական գազը ներմուծում են, ծախում են։ Այսինքն նույն ռուսական գազը, որ մենք հիմա ուղիղ Gazprom-ից ստանում ենք, նույն ռուսական գազը կստանանք Ադրբեջանով Սոկարի միջոցով, ու իրանք իսկ գազը Հայաստան էլեկտրաէներգիայի 60% արտադրում են ջերմաէլեկտրակայաններ, այսինքն այդ գազը իրացնում, այսինքն ամբողջ էներգետիկ եւ բենզինը, դիզվառելիքը, էլեկտրաէներգիան գազը, այդ թվում Իրան-Հայաստան գազատարը։ Ամբողջը անցնելու է ադրբեջանական, կուզեն մեզ լույս կտան, կուզեն չեն տա, ասենք հիմա ենթադրենք իրանց ընկերությունն է, որոշում են Երևան քաղաքը առհասարակ հոսանքած զրկեն։ Ադրբեջանցիներին կբերեն բնակեցնեն, որտեղ որ ադրբեջանցիները բնակվել են, ընդեր կլինի 24 ժամվա էլեկտրամատար։ Ասեք ինչի պիտի չանեն, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան մինչ օրս Հայաստանի հանդեպ տրամադրված է թշնամաբար։ Մենք ասում ենք, մենք խաղաղություն ենք ուզում, խաղաղություն ենք, դու ես ուզում։ Այն մարդիկ, լուրջ մարդիկ են։ Նրանց ոչ ռազմական դոկտրինն է փոխվել, ոչ ազգային անվտանգության դոկտրինն է փոխվել, ոչ օրենքներն են փոխվել, ոչ մտադրությունն է փոխվել։ Նրանք Հայաստանին եւ հայ ժողովրդին համարում են, թե Ալիևը նոյեմբերի 8-ին ուղերձ է հղում։ Հաղթանակի օր այրում։ Եվ իր ուղերձում հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին խոսելուց 11 անգամ գործածում է դուշման բառը, որը նշանակում է թշնամի։ Եթե այդ մարդը այսօր քեզ թշնամաբար է տրամադրված, դու ո՞նց ես ասում ես խաղ։ Գնացել են Եվրամիությունում թուղթ ստորագրել Արարատ Միրզոյանը։ Եվրամիությունը գրել է մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել, ասում է զարմանալի է, որ Եվրոպական միությունը նման բան է ողջունում։ Մի նախագծի վերաբերյալ, որտեղ տարածաշրջանում կոնսենսուս չկա։ Այսինքն Ադրբեջանն ասում է, որ խաղաղության խաչմերուկ նախագծին իրանք համաձայն չեն։ Եթե համաձայն չեն, նշանակում է իրանք Հայաստանի հետ սահման չեն բացելու։ Թուրքիան ասել է, եթե Ադրբեջանի հետ դուք ձեր հարցերը չեք լուծել, մենք էլ սահման չենք բացելու։ Հիմա այդ սահմանները փակ են մնալու, խաղաղության խաչմերուկ ո՞նց ալնելու։ Չի լինելու, չէ՞, այսինքն
Նույնիսկ հիմա նայեք Ադրբեջանը իր բենզինը սահմանը չի բացել, որ իր բենզինը գա Հայաստան, ուրիշ երկրով է բերում։ Որտեւ Հայաստանի հետ սահման բացելու մտադրություն այդ մարդը չունեն։ Ուրիշ երկրով։ Հիմա մենք էլ նստել ենք ասում ենք Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղություն անելու։ Դե եթե ասում եմ Նիկոլ Փաշինյանը որ ասած չի էլ։ Հատկապես խաղ մարդը ինչ եկել է իշխանել, նայեք թվարկեմ ամսաթվերը, տեսեք քանի հատ խաղաղություն է բերել։ 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզում հիշում եք ինչ խաղաղություն սկսավ։ Միջդիրքային պատերազմ 72 մարտական խաչ պարգևատրեց։ 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ինչ խաղաղություն բերեց Արցախին։ 2021 թվական Գեղարքունիքի մարզ, Շորժա, Վարդենիս ինչ խաղաղություն էր։ Մեկ է Սևլիչ։ 2021 թվական Իշխանասար, էդ էլ վատ խաղաղություն չէր։ 2022 թվական Գյումրի, Ջերմուկ, Վարդենիս, Գորիս, Սիսիան, լայնածավալ հարձակումը, պատերազմը, շատ լավ խաղաղություն էր։ 2023 թվական Արցախ ամբողջ տարի շրջափակման մեջ, սեպտեմբերի 19-ին հարձակում, մինչև հոկտեմբեր ամբողջ Արցախը շատ լավ խաղաղություն էր։ 2024 թվին սկսեց Տավուշը հանձնելու գործընթացը, 25 թվին Մեղրինը հանձնել։ Հիմա մտնում ենք 26 թիվ։ Շատ լավ խաղաղություն ալելու էլի Ստեփանակերտի խաղաղությունից։ Մարդն էլ ասել է Երևանը հին պատմական ադրբեջանական քաղաք է, ու մենք պարտադիր չին դե տանկերով գնանք, եթե լավ հիպոթետիկ համարենք իբրև կա այդ խաղաղության Հայաստանը կանգնած է այդ խաղաղության խաչմերուկում, մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից ԱՄՆ-ն գերտերությունների բանով պրիզմա մի հատ նայենք այդ խաչմերուկին էլի հիմա այն կարծիքները հիմար խոսակցությունները որ Ռուսաստանը դեմ է Փաշինյանին ով ասում դա որտե՞ց են լսել Ռուսաստանը իբր դեմ է Փաշինյանին ես դες բան չեմ լսել կարող է աջակցել ընդդիմությանը ինչպես կորակեք որպես միամիտ քաղաքական անհեռանկարային ինչ որ վերլուծություն թե սխալ ընկալում Այսինքն այն որ Պուտինի Պուտինի լրտեսներն են Հայաստանով մեկ ու Փաշինյանն էլ ինքն անընդհատ լրտես է։ Այդ ծածկա դմփոցին է իբր Պուտինի մարդիկ, բայց մենք լավ ենք իրար հետ, բայց Պուտինի մարդիկ կան։ Ասեք, Ռուսաստանի նախագահի հետ ով է հանդիպում։ Երկկողմ հանդիպում։ Փաշինյանը չէ՞։ Այսինքն Ռուսաստանը ուզում է որ Փաշինյանը չլինի, բայց բարձր մակարդակի ընդունելության արժանացնում, գոհունակություն է հայտնում հայ-ռուսական հարաբերություններից։ Ես բան ո՞նց կարող է։ Պուտինի մարդ կա Հայաստանում, Փաշինյանն է Պուտինի։ Փաշինյանն է, բա։ Եթե Պուտինը ինչ-որ մարդ պիտի ունենա, որը չնայած ես կարծում եմ Պուտինի մարդը Հայաստանում, դա Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է։ Ուրիշ մարդ պիտի որ չլինի, այսինքն ովքեր որ երկրի քաղաքացիներ իրենց շահերը ուղղ ներկայացնում են։ Հայաստանում Պուտինի մարդն է, ասենք թե 102 ռազմաբազայի հրամանատարը, Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար։ Դրանք սա Ռուսաստանի պետության ներկայացուցիչներն իրաց ֆունկցիաները։ Իսկ եթե հայ-ռուսական հարաբերությունների իմաստով նայենք քաղաքական գործիչման, ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր ունի Ռուսաստանի հետ։ Ամենայն դեպս խնդիրներ նորից եմ ասում, խնդիրները որ լինում է, նրանք դրսևորվում են, եթե ընդունելության են արժանանում ամենաբարձր մակարդակի, ո՞նց կարա խնդիրը լինի։ Ընդունելության ալիևն է։ Ինքն ասել, այստեղ հայտարարում է իր քաղաքական թիմակիցների այդ պրոքսի կազմակերպությունների միջոցով Ռուսաստանը Հայաստանի դեմ պատերազմում է, հիբրիդային պատերազմը ում բանեսեն։ Հիբրիդային պատերազմ։ Բայց զուգահեռ թվում է նստում է Լյուբլյանկայի ֆոնի վրա 90-ական թվականների երկի ներքո դեմքի շատ ապուշ արտահայտությամբ սենյակում գլխին դրած, դες բան ասեք շատ քիչ մարդ անում։ Ոնց սրտի կա հղում Իլհամ Ալիևին։ Հիմա ամերիկյան պրիզման դիտարկենք, փաստորեն մենք էլի Ռուսաստանի շարավղի մեջ ենք։ Մեր տեղեկություններով առհասարակ դաշտ 3 մեդիա լցվեց, որ հաջորդ տարեսկզբին շատ ակտիվ է տարին սկսվելու է հատկապես ամերիկյան մասնակցությամբ, քանի որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Დი Վենսի այցելությունը Հայաստան։
պատվիրակությունը համենայն դեպս նրա գլխավորած։ Հիմա ունի երկու մաս, որ փորձագետները առանձնացրել են, որ ԱՄՆ-ն ուզում է TRIP-ի իրական եւ ինստիտուցիոնալ ամրագրված կիրառում, որովհետեւ իբր գալու է, որ այդ պայմանավորվածությունները ավելի կյանքի կոչվեն։ Հ իշխանությունն էլ պատրաստվում է այցը ներքին քաղաքական շահարկման համար օգտագործել։ Դուք ինչ եք կարծում, ինչի համար դաշտ նետվեց տարեվերջին ամերիկյան էսենց նվեր ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, ոնց որ Փաշինյանին էլի PR ռեակցիա էր։ Նախ այդ Եթե մենք Ռուսաստանի շարավղում ենք, Ամերիկայի հետ ինչի հետ է կապված չենք էլի ով ասում որ Ռուսաստանի Մոսկվա, շարավղ։ Վաշինգտոն հակադրության հետ։ Մենք Ռուսաստանի շարավղում չենք, մենք ոչ էլ ամերիկյան կամ արևմտյան մարդը չունենք։ Դա մաքուր թուրքական եւ ադրբեջանական շարավղում ենք։ Ինչ Ռուսաստան, ինչ Թուրքիա, Ինչ Ամերիկա, բայց Ամերիկան ում համար է անում այդ ամեն ինչը։ Ամերիկան իր համար անում եւ Ամերիկան ինչ որ բան անելուց ունի դաշնակիցներ։ Իսկ այս տարածաշրջանում Ամերիկայի միակ դաշնակիցը Թուրքիան է, դա որը ամրագրված է, նրանք միասին ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, իրանք նաեւ քաղաքական դաշինքի մեջ են շատ վաղուց, իրանք տնտեսական հարաբերություններ ունեն եւ իրենց համար վստահելի, կայուն, մշտական գործընկեր է տարածաշրջանում Թուրքիան է։ Հիմա բնականաբար Թուրքիայի շահերից է բխում, որպեսզի Թուրքիան ցամաքային կապ ունենա այս տարածաշրջանի իր պրոքսի, իր ենթակա Ադրբեջանի հետ, այսինքն դրանով մեծանա թուրքական ազդեցությունը, Թուրքիայի պետության հզորությունը այս տարածաշրջանում։ Իսկ այս ցամաքային կապը աշխարհագրորեն հնարավոր է միայն մեղրու տարածքով։ Դրա համար օգոստոսի 7-ին Միացյալ Նահանգները կանչել է Նիկոլ Փաշինյանին եւ այդ թուրքական նախաձեռնությունը կյանքի է կոչել եւ հիմա իրաց նախագահը մեծ սիրով կգա կմասնակցի, որպեսզի դա իրականություն դարձնի, զարգանա, դրանով իրանք նաեւ հասնեն միջին Ասիայի, դեպ ասեմ, որ Միացյալ Նահանգների նախագահը այս տարվա վերջին կազմակերպել էր Միացյալ Նահանգները պլյուս միջին ասիական 6 պետությունների ղեկավարների գագաթաժողով, իսկ դրանից հետո հիմա Ուզբեկստանի եւ Ղազախստանի նախագահները նորից հրավիրվել են Սպիտակ տուն առանձին ձևաչափով հանդիպումների։ Հիմա այդ մարդիկ դրանք լուրջ պետություններ են, լուրջ մարդիկ են, նրանց չի կարելի հենց վերաբերվել եւ իրենք շատ պատասխանատու, շատ կարեւոր իրենց համար որոշումներ են կայացնում։ Իսկ այդ որոշումները մենք ընդհանրապես դադարեցնում ենք մեր գոյությունը, որովհետեւ հիմա ասենք թե Միացյալ Նահանգների համար մի երկիր ավել, մի երկիր պակասել, ասենք հիմա Հայաստանն էլ որ չլինի։ Ասեք կարակ ինձ ասեք Միացյալ Նահանգներում ում սրտից արոնք կաթի։ Ով ասկի մի հատ ով քաշի, որ իմանա ենթադրենք Հայաստան անունով պետություն ա եղել 2026 թվին էլ չկա այդ պետությունը։ Ում վեճնա դա։ Ես չեմ կարծում որ այնտեղ որևէ ինչ է, ինչն է Անդը մի քանի հոգի մարդ կարող է լինի այդպես անձնական ցավ ապրեն, մենաստան իրաց գործով, իրաց բանով Ամերիկայում ապրում են հիմա։ Մարդիկ իրաց խնդիրները լուծում են ուղղակի մեր պետության համար ասում ենք Ռուսաստանին համար շահեկան, Ռուսաստանի համար Ռուսաստանը սովորական երկիր չի, ինչ որ իրենց համար շահեկան է, մարդիկ այնց են անում, որ շատ հանգիստ տեսան, հիմա իրենց համար շահեկան է, չէ՞, որ Ուկրաինայի զարգացումները չընթանանանից ոնց որ ընթանում էին։ Ինչ արած։ Դե մեր տարածաշրջանում, բայց Ամերիկայի ու Ռուսաստանի շահերի բախում չի լինում։ Դե եթե լինի, ասենք դա կլինի ում հաշվին։ Էլի մեր հաշվին։ Այդ խաչմերուկում որ դատակ ենք մնալու ինչ։ Մեր արտաքին քաղաքականությունը մինչև հիմա միտված այլ է դրան, որ բախումներ չլինեն տարածաշրջանում շահերի, որ փորձենք մենք մեր չափով, ասեմ որ ասում է Յորղանը մեր չափով, ոտքերի չափով պահելու, մենք գլուխներս կախ փորձել ենք այդ հարաբերությունների մեջ այնպես դիրքավորել, որ ոչ միայն վնասներ չկրենք, այլ նաև օգուտներ ենք ունեցել։ Հայաստանը մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մի երկիր էր, որը միաժամանակ Միացյալ Նահանգներից ստանում էր փող, Ռուսաստանից զենք, Ռուսաստանից զենքը բերում էր Հայաստան մի երկրի տարածքով, որը Ռուսաստանի պատերազմի մեջ էր, ուներ լավ հարաբերություններ Իրանի հետ։ Հիմա Հայաստանը մի պետություն է, որ ով ինչ շահեր ունեն պատերազմական, ասենք հիմա Արևմուտքի Ռուսաստանի շահերի բախումը ռազմական բնույթ է կրում, ակտիվ ռազմական փուլում է գտնվում։ Միացյալ Նահանգների ու Իրանի բախումը հասել այն աստիճանի, որ Միացյալ Նահանգները ռմբակոծում է Իրանի տարածքը, չեմ ասում Իսրայելն է պատերազմում ռմբակոծում Միացյալ Նահանգների
համաձայնությամբ, աջակցությամբ։ Միացյալ Նահանգները ինքը իր երկրի տարածքից օդանավը բարձրացնում, գալիս է Իրանին ռմբակոծում է, հետ է վերադառնում։ Ու այս լարվածության ֆոնի վրա Հայաստանը սրում է, իսկ հայ-իրանական սահմանին բերում է տեղակայի ամերիկյան ռազմաբազա ու փակում է Իրանի սահմանը Հայաստանի հետ այն դեպքում, երբ որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ կնքել է ազատ առևտրի համաձայնագիր։ Հիմա ռուսական սահմանապահ զորքեր են, չէ՞ տեղակայված մեղրուղի։ Պարզ է, չէ՞, որ նույն տարածքում, նույն սենյակում ռուս ու ամերիկյան զորքեր չեն կարող լինեն։ Հիմա եթե Ռուսաստանի զորքերին ընդից հանում է, պարզ է, չէ՞, որ վնասում է իրան շահերը։ Թե դա ինչի կարա հանգեցնի, նորմալ մարդիկ հասկանում են։ Դե հասկանում են, ես տխուր նստած հետ զրույց են անում։ Հա, իրական շատ տխուր ստացվեց, եթե մի նախադասությամբ ամփոփենք 25 թվականը մեզ ինչ տվեց։ Էլի ոչինչ։ Չի կորուստներ ենք, մեղրին ենք կորցրել մենք 25 թվականին։ Արտաքին քաղաքականության առումով է տեղը, ԵԱԿՄ-ի խումբը լուծարվել 25 թվականին, ներքին կյանքում էլ եկեղեցի ենք կորցնում։ Եկեղեցու դեմ բարբարոսական հարձակում ա եղել։ Ասենք մնացած առումով ինչ ունենք մենք 25 թվականի ընթացքում։ Այդ ամենամութ գիշերից հետո այդ լուսաբացը երբ է լինել Հայաստանում։ Մի ձև գոյություն ունի, ասենք այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել այն ժամանակ, որ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նրան իշխանությունից հեռացնելը դա միակ փրկությունն է, որ կարա կանգնեցնի այդ process-ը եւ մեզ ապրելու, վերականգնվելու հույսներ շնչի։ Հիմա այդ ժամանակը իսկ նրան հեռացնելու միակ ձևը իմ պատկերացումը դա impeachment-ի գործընթացն է, որը անողը չի անում, դա կարող են պատգամավորներ չեն անում։ Հիմա եթե դա չեղավ մնաց ընտրություններով դա չի լինելու, նա նորից իշխանությունը զավթելու է ու ավելի վատ բաներ անելու։ Հա։ Փաշինյանի իշխանություն։ Դա դե պարզ բան է, այսինքն, եթե ոչ մի դիկտատուրայում դիկտատորը չի ընտրություններով չի փոխում էլի իշխանությունը։ Հայաստանը Լեհաստան չէ, օրինակ ես Լեհաստանում դեսպան եմ եղել, ընտրություն ա եղել մի կուսակցություն ա հաղթել ընտրություններում, ընտրություն ա եղել մի ուրիշն ա հաղթել։ Այսինքն այդ հաղթանակը գալու է հենց այդ մոլդովական մոդելով, Ղազարյան։ Չէ, հայկական մոլդովականի փառք ենք տալու էսի, ասենք լրիվ թափթփված հետամնաց, ադրբեջանական միքս կա, ադրբեջանական ազդեցություն կա այս ամեն ինչի վրա։ Մոլդովական ուղղակի այն է, որ Եվրամիությունը, եվրոպական կառույցները, Եվրոպայի խորհուրդը, որոնք մինչև հիմա ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել, բարձրադամի զսպող նշանակություն ունեցել, փող են տալի։ Ասում են մենք ձեզ փող ենք տալի, որպեսզի այդ բռնապետությունը դուք անեք։ Որովհետև նրանք էլ են Ադրբեջանի, Թուրքիայի դաշնակիցներ, որպես փողով բռնապետություն, պսևդոհիբրիդային պատերազմ։ Մեկը ասենք լրտեսներին գտեք։ Եվրոպայի խորհրդի արժեքային համակը 3 հենասյուներ կա, որի վրա այդ կազմակերպությունը կառուցվել է գործում է։ Մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն եւ իրական ժողովրդավարություն։ Մեկը Ադրբեջանի նախագահային Եվրոպայի խորհրդում ասել է, որ քու աշկի վրա ունք կա ու դու այս 3 հիմնարար սկզբունքների հետ կապ չու, ոչ թե կապ չու, դա քայքայող քանդող մարդ ես։ Հիմա հələ պատկերացրեք, այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետ, աներ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հանդեպ։ Այդքան գրառումներ աներ, ասել որ դրանց կազմակերպության ղեկավարը պիտի փոխվի, որ անընդունելի է որ էդի մնա, ինքը գրեր թե այդ կազմակերպությունում փոփոխությունները ոնց պիտի լինեն, ժամանակավոր պաշտոնակատարը ով պիտի լինի, կանոնադրությունը երբ պիտի փոխեն, դրանից հետո էլ ԱԱՑ-ին ուղարկեր այդ Եհովայի վկաները, որտեղ որ հավաքվում են ընդե, դռները փակեի մի օր առաջ, ոստիկանական ուժերը լստեր, հաջորդ օրը ինչքան պաշտոնյա կար Էլ Ալեն Սիմոնյան, էլ արտաքին հետախուզական ծառայության պետ, էլ Սրբուի Գալյան, էլ մարզպետ, էլ պատգամավոր եւ ինչու՞ չէ նաեւ Թալինի քաղաքապետ հավաքվեին, այդային լսվեին դրանց կազմակերպության այդ տարածքը, չթողնեին դրանք։ Հələ մի հատ պատկերացրեք ինչ էր ելելու դրանից հետո դրանց բոլորի հետ։ Ժողովրդական մի հատ խոսք է, ասում է շալվարը կանեին, թարս կհագցնեին։ Փոխաբերական իմաստով էլի։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։
Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, իսկ մենք կհանդիպենք 2026 թվականին։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։